Գաղ ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում պետական վերահսկողական ծառայության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականի պետական բյուջեով պետական վերահսկողական ծառայությանը հատկացվել է 956 միլիոն դրամ, որի դիմաց ծախսերը կազմել են շուրջ 950 միլիոն դրամ, ապահովելով 99.3% կատարողական։ Ծախսերը կատարվել են հետևյալ միջոցառումների գծով. 1. Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացմամբ ապահովում միջոցառման գծով ծառայությանը 24 թվականի բյուջեով հատկացվել է շուրջ 952 միլիոն դրամ, ծախսը կազմել է 945 միլիոն դրամ, ապահովելով 99.3% կատարողական։ Նախորդ տարվա համեմատ 911.4 միլիոն դրամ, տվյալ միջոցառման ծախսերն աճել են 3.7%-ով կամ շուրջ 33.5 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է հաստիկների թվի աճի եւ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բնականոն աճի արդյունքում աշխատանքի վարձատրության գծով ծախսերի աճով։ Ճշտված պլանի եւ ծախսի 6.9 միլիոն դրամի չափով շեղումը հիմնականում պայմանավորված է էներգետիկ ծառայությունների գծով տնտեսմամբ։ Եվ երկրորդը Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման գծով ծառայությունը 24 թվականի բյուջեով հատկացվել է 4.7 միլիոն դրամ, ծախսը կազմել է 4.6 միլիոն դրամ, ապահովելով 98.2% կատարողական։ Տրամադրված միջոցներն ուղղվել են համակարգչային տեխնիկա եւ գրասենյակային գույքի ձեռքբերմանը։ Նախորդ տարվա համեմատ 8.5 միլիոն դրամ, այս միջոցառման ծախսերը նվազել են 45.6%-ով կամ 3.9 միլիոն դրամով։ Ճշտված պլանի եւ ծախսի 84,000 դրամի չափը ընդամենը շեղումը պայմանավորված է որոշ վարչական սարքավորի նախահաշվային գնից ցածր գնելու հանգամանքով։ Բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության շրջանակներում կարևոր եմ համարում արձանագրել, որ 24 թվականի ընթացքում ծառայությունն իր գործառույթների շրջանակներում իրականացրել ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ, վերլուծություններ, որոնք իրականացվել են վարչապետի հանձնարարականների, ռիսկերի վերհանման եւ գնահատման, քաղաքացիների հանրագրերի եւ մամուլի հրապարակումների հիման վրա։ Ընթացքի մեջ են մի շարք ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ։ 24 թվականի ընթացքում ծառայությունում իրականացվել են 27 ուսումնասիրություններ, որոնցից 22-ն ավարտվել են հաշվետու տարվա ընթացքում, 5-ը տեղափոխվել են այս տարի։ Իրականացվել են 159 մշտադիտարկումներ, որոնցից 119-ն ավարտվել են 24 թվականին, իսկ 40-ը դարձյալ տեղափոխվել են ընթացիկ տարի։ Կատարված ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների արդյունքում կազմվել է 125 տեղեկանք։ Ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների արդյունքում իրավապահ մարմիններին ուղարկվել 68 տեղեկանք եւ տեղեկատվություն, որի հիման վրա նախաձեռնվել են 63 քրեական վարույթներ, շուրջ 91%, որոնցից մեկը նաև հանդիսանում է ծառայության պահպանման ծախսերի շրջանակում ծագած իրավահարաբերությունների վիճարկման խնդիր։ Մասնավորապես վերահսկողությունը իրականացվել Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության, Արդարադատության նախարարության համակարգերում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, պետական գույքի կառավարման կոմիտեում, Պետեկամուտների կոմիտեում, տեսչական մարմիններում, Ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության եւ մի շարք այլ ոլորտներ համակարգող լիազոր մարմիններում եւ ենթակա պետական հիմնարկներում։ Մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 13670 գնման ընթացակարգերի հրավերներ։ Վերլուծությունների արդյունքում ավելի քան 370 ընթացակարգերի մասով արձանագրվել են գնումների օրենսդրության անհամապատասխանություններ եւ առաջարկվել են կատարել տեխնիկական բնութագրերի շտկումներ։ Իրականացված վերահսկողության արդյունքներով 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Վերահսկողության արդյունքները սահմանված կարգով զեկուցվել են հանրապետության վարչապետին, իսկ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու անհրաժեշտության դեպքում դրանց առնչվող նյութերը փոխանցվել են գլխավոր դատախազությանը։ Իրականացված վերահսկողությունների արդյունքում բացահայտվել են համախառն ընդհանուր շուրջ 100 միլիարդ դրամի չափով առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ եւ շեղումներ։ Պետական բյուջեը վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։ Ծառայությունը 2024 թվականի ընթացքում մշտադիտարկումներ իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, թեժ գիծ ծառայության աշխատանքների կազմակերպման եւ քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ։ Ի կատարումն վարչապետի համապատասխան հանձնականի, ինչպես նաև հաշվի առնելով ծառայության վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը ծառայության կողմից մշակվել 23 թվականից շրջանառության մեջ է դրվել եւ արդեն իսկ ազգային ժողովի կողմից